Ոչ ոքի հաշիվա, բայց մի քիչ Չինաստանը ավելի ուժեղ դիրքից է, որովհետև Թրամփը մտել է ինչ-որ իրավիճակ, որտեղից ինքը պետք է ելքեր փնտրի։ Ամերիկան հղի է, եթե կորցնի իր կարգավիճակը քաղաքացիական պատերազմով։ Սա դարձնում է այս հակամարտությունը գրեթե անխուսափելի։ Չինացիները դրսի աշխարհ չեն հասկանում։ Դրսի աշխարհում էլ Չինաստանը չեն հասկանում։ Ռուսաստանը ամեն դեպքում միջուկային արսենալով կամ առաջինն է կամ երկրորդը, իսկ դա վերջին խոսքն է ցանկացած հակամարտության մեջ, եթե օտար պետությանը պատկանում է Հայաստանում մեդիաշուկայի այդքան մեծ կշիռը եւ այդ կշիռը համակարգված է տարբերություն ունեցած 75%-ի, ապա մենք տեսնում ենք, որ հապակողնորոշում կա Հայաստանի հասարակության մեջ։ Բարև ձեզ, մեր օբյեկտիվում կարևոր թեմաներ եւ իրադարձություններ են։ Այսօր տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ անդրադառնալու ենք ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին հնարավոր բախմանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, վերջերս մի հաղորդում էի նայում, ուկրաինացի քաղաքագետներ էին եւ քննարկում էին Թուկիդիդեսի ծուղակի տեսությունը եւ դա քննարկում էին անդրադառնալով ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին, շատ կարճ ներկայացնեմ այդ տեսությունը, իդեպ տեսությունը պոպուլարիզացրել է ամերիկացի քաղաքագետ Ալիսոնը, պարզ է ամեն ինչ, երբ որ հակառակորդը ուժեղ զինվում է, մյուսները ստիպված պետք է ուժեղանան։ Դա պրոյեկտելով Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին, այս պարագայում մենք ունենք ԱՄՆ հեգեմոն պետություն եւ Չինաստան, որը շատ արագ տեմպերով հավակնում է դառնալ մյուս հեգեմոն պետությունը։ Ալիսոնի գիրքը այսպիսի վերնագիր ունի, արդյոք ԱՄՆ-ն եւ Չինաստանը կկարողանան խուսափել Թուկիդիդեսի ծուղակից կամ այլ կերպ ասած, արդյոք այդ երկու երկրները կկարողանան խուսափել բախումից, պատերազմից եւ առաջարկում եմ առաջին հարցը հենց մեր հաղորդման սա լինի։ Մի քիչ բարդ հարց է, որովհետև այստեղ մենք խոսում ենք քիչ թե շատ 20 տարվա հեռանկարի մասին, այսինքն արդյոք կկարողանան խուսափել պատերազմից, այն որ Թուկիդիդեսի այս թակարդի մեջ հայտնվել են արդեն երկուսն էլ, այո, դա անկասկած է, ու հենց սա ամենալավ մոդելն է, որը կարող է բնութագրել ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունները, որովհետև Չինաստանը մի կողմից այո դառնում է մրցակից ԱՄՆ-ի, բայց մյուս կողմից երբեք չի ձգտել հենց այդպիսի կարգավիճակում հայտնվել։ Չինաստանը ուղղակի ձգտում էր առաջինը տնտեսապես բարելավել իր վիճակը, որովհետև շատ հետամնացած էր արդեն, դուրս գալ այն նսեմացված իրավիճակից, այսինքն Չինաստանում կա ընկալում, որ 19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի կեսը դա եղել է նսեմացման դար Չինաստանի եւ այդ կարգավիճակից դուրս գալ, ու երրորդը սկսել արդեն ավելի կարևոր դեր խաղալ համաշխարհային իրադարձություններում, որպեսզի իր շահը ապահովի։ Այսինքն համաշխարհային գերտերություն դառնալու մտքեր Չինաստանում ես չի ասի, որ եղել են, ի տարբերություն օրինակ Ռուսաստանի, որտեղ այդ մտքերը վաղուց կան, համենայն դեպս 16-17-րդ դարերից, երբ Ռուսաստանը ինքը իրեն հռչակել է որպես երրորդ Հռոմ, ու ի դեպ այդ միտքը ծնվել է Կիևից, եւ Ռուսաստանը միշտ հավակնել է գերտերություն լինել եւ համաշխարհային հարցերում ոչորոշ դեր խաղալ։ Չինաստանը այդպիսի մշակույթ չունի։ Չինաստանը պատմության ողջ ընթացքում բավականին երկար ժամանակահատված եղել է ամենաուժեղ պետություն, բայց այդ ամենաուժեղ պետություն չի դարձել համաշխարհային գերտերություն, այսինքն ինքը աշխարհը իր մեջ։ Իսկ Ամերիկան ուրիշ մշակույթ ունի, եթե օրինակ տարբերություն դնենք, նույն Թուկիդիդեսի տրամաբանություն շարունակենք, ապա Աթենքի պատերազմը վարում են ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան։ Բայց ես չի ասի, որ Չինաստանը հենց Սպարտայի պատերազմ է վարում, որովհետև Չինաստանը ընդհանրապես պատերազմող պետություն չի։ Այդ Սպարտայի տրամաբանության մեջ գուցե Ռուսաստան կարելի է դիտարկել, բայց ոչ Չինաստան։ Չինաստանը շատ չի ցանկանում պատերազմել, բայց քանի որ հայտնվում է այս իրավիճակում, որտեղ ինքնըստինքյան իր հզորացումը այնքան մեծ ծավալների է հասնում, որ արդեն ԱՄՆ-ի համար դառնում է վտանգ, եւ Չինաստանը այնքան մեծ ուժ է ձեռք բերել, որ արդեն ուզում է չի ուզում, արդեն դառնում է գերտերություն, մեծ հաշվով կարելի ասել արդեն դարձել է գերտերություն, ապա ստիպված Չինաստանը մտնում է այս
վեճի մեջ եւ քիչ-քիչ հարմարեցում է այս դերին, բայց այստեղ կա արդեն մշակույթ հարմարեցնելու խնդիր եւ այդ մշակույթը դե Չինաստանում խոշոր հաշվով կարելի է երկու հիմնական մշակույթ առանձնացնել, մեկը հարավային, որը ավելի առևտրական է, ավելի գյուղատնտեսական է եւ այլն, եւ հյուսիսային, որը ավելի զինվորական է, որովհետեւ այդտեղից հիմնականում եկել են վտանգը, մանջուրներ, մոնղոլներ, նույն ռուսներ, ճապոնացիներ եւ այլն, այսինքն պատերազմը հիմնականում եկել է այդտեղից եւ այդտեղ ավելի շատ է տարածված եւ այդ էթոսի կրողը նաեւ Սի Ցզինպինն է։ Եվ Չինաստանը քիչ-քիչ հարմարվում է Սի Ցզինպինի ոնց որ ուղղորդումով հարմարվում է այդ նոր դերին, բայց դա շատ դժվար գործընթաց է։ Մյուս կողմից Չինաստանը, քանի որ հնարավոր բախումը դիտարկվում է, հնարավոր բախման կետը դիտարկվում է Թայվանը, Թայվանը ամեն դեպքում չինական գոտի է, չինացիներով է բնակեցված հիմնականում եւ Չինաստանին շատ մոտիկ է տարածքային առումով եւ այսպիսով դա ամեն դեպքում Չինաստանում կարելի է մատուցել եւ ընկալել որպես պատերազմի պաշտպանություն։ Այսինքն Չինաստանը պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը այս չինացիների եւ մասամբ դա այդպես է։ Երկրորդ հանգամանք ամեն դեպքում դա մոտ է եւ Չինաստանը ունի ուժային առավելություն գոնե լոգիստիկական տեսանկյունից, եթե ԱՄՆ-ն պետք է մատակարարի Թայվանին ամբողջ Խաղաղ օվկիանոսով, ապա Չինաստանը շատ ավելի մոտիկ կարող է աշխատել։ Այո, եւ երրորդ հանգամանք, քանի որ Չինաստանում այս պայծրությամբ ժողովրդագրական ստեղծվել է մշակութային եւ ժողովրդագրական պատճառներով ստեղծվել է տղամարդկանց ավելի քանակական գերակայություն երիտասարդ տարիքներում, դա էլ նպաստում է, որպեսզի Չինաստանը պատերազմի նույնիսկ իր մշակույթի հակառակ։ Այնպես որ հավանաբար դեպի այդ ուղղություն գնալու են։ Նույնիսկ 2002 թվականին դեռ Չինաստանի Պոլիտբյուրոյում, Չինաստանի այդ կոմունիստական կուսակցության համագումարում ասվել է որպես հիմնական թեզերից մեկը, որ 20 տարի Չինաստանը դեռ ունի խաղաղ կյանքի ժամկետ, 2012-ին եւս հայտարարվել է, որ մոտավորապես 10 տարի է մնացել եւ 2022-ին ոնց որ լրացել է այդ ժամանակահատվածը, պարզ է, որ դա մի օրվա մեջ չի եղել, դեռ Թրամփը իր առաջին ժամկետում սկսել է սրացնել հարաբերություններ, հետո Բայդենը չնայած որ շատերը ակնկալում են, բայց այդ քաղաքականությունից չի հրաժարվել, նույնիսկ զորացրել այս քաղաքականությունը եւ Թրամփը հիմա էլի գնում է դեպի սրացում։ Այո։ Մաքսատուրքերի պատերազմներ ունենք այս պահին, առևտրային պատերազմներ, ԱՄՆ-ն առաջինը սրեց, Չինաստանը հայելային պատասխանեց, բայց կարծեք Միացյալ Նահանգներում Չինաստանի այդպիսի պատասխանի չէին սպասում։ Այո, այստեղ երկու հանգամանք կա։ Առաջինը ինչու ԱՄՆ-ն խփում է հենց այս տարիֆներին եւ համաշխարհային առևտրին, այստեղ մի քանի պատճառ կա ավելի ճիշտ։ Նախ Թրամփը բիզնեսմեն է եւ իր մտածելակերպը առհասարակ տնտեսության վերաբերյալ է։ Երկրորդը Թրամփը հասկանում է շատ լավ եւ Թրամփի վարչակարգում եւ առհասարակ ԱՄՆ-ում, որ Չինաստանի ամենաուժեղ կետը եւ նույն ժամանակ ամենաթույլ կետը տնտեսությունն է, որովհետեւ Չինաստանը որպես գերտերություն կայացել է հենց տնտեսական հողի վրա։ Սա երկրորդը, ու երրորդը դա այն է, որ Թրամփը առհասարակ ուզում է գլոբալիզացիային վերջ տա կամ գլոբալիզացիան խաթարի այսօրվա ձևաչափով եւ համաշխարհային առևտրին խանգարելով այս քաղաքականության ինքը կարող է ավելի հեշտ հասնել։ Այսպիսով, այստեղ մենք տեսանք ԱՄՆ-ի կողմից հարված։ Հիմա Չինաստանի կողմից արձագանք։ Մենք տեսնում ենք, որ Չինաստանում հստակ որոշում է ընդունված, որ Չինաստանը արձագանքելու է, դիմադրելու է ԱՄՆ-ին եւ չնայած կորուստների, ամեն դեպքում Չինաստանը գնալու է իր ճանապարհով։ Սա ինչ է ցույց տալիս, որ Չինաստանը արդեն հոգեբանորեն պատրաստ է ընդդիմանալ ԱՄՆ-ին, որը նորություն է։ Նույնիսկ կարելի է հիշել, եթե ես չեմ սխալվում, 2021 թիվներ կամ 22 թիվներ, երբ որ Նենսի Պելոսին գնաց Թայվան եւ Չինաստանը դա ընկալեց որպես վիրավորանք, որպես հարված եւ այլն, բայց այդ ժամանակ Չինաստանը չկարողացավ արձագանքել։ Հիմա արդեն նույնիսկ դրանից հետո մենք տեսանք Չինաստանը արդեն դաշտը փոխում է, ավելի ուժեղ դիրքերից է սկսում ԱՄՆ-ի հետ խոսալ, ԱՄՆ-ից նախարարներ գալիս են եւ Չինաստանում, այսպես ասած, ինչ-որ ներողություն էին խնդրում կամ իրանք են գալիս իրենց նախաձեռնությամբ, ոչ հակառակ, եւ հիմա արդեն մենք տեսնում ենք, որ Չինաստանը ոնց որ այս մարտի մեջ, այս փուլում, ինչպես անգլերեն ասեն, upper hand ունի, այսինքն ավելի ուժեղ դիրքից է խոսում, չնայած որ մի կողմից կարելի է ընկալել, որ լավ, եթե Չինաստանը ավելի շատ է արտահանում դեպի ԱՄՆ-ն, ապա
Չինաստանը ավելի կախյալ է ամերիկյան շուկայից, հա, բայց մյուս կողմից էլ կարելի է դիտարկել, բա ամերիկյան շուկան ավելի կախված է չինական ապրանքներից, որովհետև նենց չի, որ ամերիկան հիմա դա այն, այսպես ասած, գնորդի շուկան չի։ Այդ արտադրանքը, որը Չինաստանը ունի, ԱՄՆ-ն փոխհատուցել չի կարող։ Այսինքն այդ արտադրանքի լավ, գուցե 20-30% կարող են փոխհատուցել, գուցե 40, բայց ոչ ավել հաստատ, որովհետև շատ բան կա, որ միայն Չինաստանն է արտադրում, կամ միայն Չինաստան մատչելի գներով։ Եվ այստեղ ստեղծվում է իրավիճակ, որ Թրամփը պետք է գնա հսկայական գնաճի, որպեսզի որպեսզի այս գործողությունը իրականացնի, որովհետև տարիֆների փոխհատուցումը լինելու է գնաճով եւ որովհետև չի կարող, եթե մարդը $1000 բերում է, վրեն եւս $1500 պետք է որպես турք վճարի, բարձր որ ինքը գինն է բարձրացնելու, ոչ թե իր գրպանից է վճարելու։ Եվ այսպիսով արդեն սա վտանգ է ոչ միայն սկզբից ընկալում էր, որ այս հարված է դեմոկրատների էլեկտորատին, որը ապրում է ծովամերձ հատվածներում, հիմնականում մեծ քաղաքներում, որը ավելի շատ է սպառում չինական ապրանքները, բայց մեծ հաշվով դա հարված է ողջ Ամերիկայի բնակչությանը։ Եվ այսպիսով այս պայդրությամբ կարելի ասել ոչ ոքի հաշիվա, բայց մի քիչ Չինաստանը ավելի ուժեղ դիրքից է, որովհետև Թրամփը մտել է ինչ-որ իրավիճակ, որտեղից ինքը պետք է ելքեր փնտրի։ Իսկ Չինաստանը ասում է, որ նրանք ելքեր չեն փնտրելու, նրանք ավելի հստակ դիրք ունեն։ Մյուս կողմից Թրամփը, քանի որ ավելի ճկուն առաջնորդ է, ինքը կարող է վաղը իր խոսքը փոխել, ինքը եւս ունի հնարավորություն դուրս գալու այս իրավիճակից, այո, մանևրի ավելի շատ տեղ ունի, իսկ Չինաստանը այստեղ ավելի սահմանափակ է, որովհետեւ չինական ղեկավարությունը ավելի ավտորիտար ավանդույթի կրողն է եւ այսպիսով իրանք հետ գնալու ճանապարհ չունեն։ Հետաքրքիր է, տեսեք, այդ փոխադարձ կախվածությունը այդուհանդերձ կարող է գործոն դառնալ լուրջ բախումների չգնալու, որովհետև ես կարդում էի Ջեֆրի Սաքսին, տնտեսագետ, համաշխարհային մակարդակի պրոֆեսորի, որը իրականում մեղադրում էր Միացյալ Նահանգներին արտաքին ագրեսիվ քաղաքականության համար, նշում էր, որ Չինաստանի հետ հարաբերությունների սրման հիմնական պատասխանատուն Միացյալ Նահանգներն է եւ շեշտադրում էր համագործակցական հարաբերությունների կարեւորությունը, նշելով, որ Չինաստանն ու Միացյալ Նահանգները իրականում միասնաբար պիտի համաշխարհային մարտահրավերներին պատասխանել, այսինքն իմ հարցը սրա մասին է, այդ միմյանցից կախվածությունը կարող է գործոն դառնալ սկսելու ավելի շատ երկխոսելու, քան բաժանվելու։ Երկու հերանեկարից կարելի է այս իրավիճակը դիտարկել, ավելի ճիշտ 3։ Առաջինը մակրոտնտեսականն է, որով Ջեֆրի Սաքսը սա դիտարկում է, երկրորդը միջազգային հարաբերությունների տեսանկյունից, ինչպես որ իր հետ բանավիճեց օրինակ Ջոն Միրշայմերը, եւ կա երրորդ տեսանկյուն, որը քաղաքատնտեսականն է, եւ ես ձեր թույլտվությամբ այս երրորդ տեսանկյունից կդիտարկեմ խնդիրը։ Եթե ԱՄՆ-ն ու Չինաստանը սկսեն միասնաբար առևտուր անել եւ, այսպես ասած, նպաստել համաշխարհային զարգացման եւ այլն, ապա այս ընթացքում տեղի ունենալու հետեւյալը. ԱՄՆ-ն ժամանակ է կորցնելու, երբ ինքը կարող է Չինաստանին հաղթել, այսինքն, այո, այս պայծրությամբ համարվում է, որ ենթադրենք ԱՄՆ-ն դեռ կարող է հաղթել Չինաստանին ուղղակի բախման մեջ, եթե կարող է իհարկե արդեն, հա, եւ եթե Չինաստանը անընդհատ ուժեղանում է ավելի արագ, քան թե ԱՄՆ-ն, ապա Ամերիկան պետք է ավելի շուտ հարվածի, քան թե Չինաստանը այնքան է ուժեղացել, որ արդեն հակազդելու տեղ չի ունենա։ Եվ այստեղ ստեղծում է իրավիճակ, որ ԱՄՆ-ն շտապում է եւ հենց դրա համար գուցե սխալները թույլ տալիս։ Լավ, ենթադրենք ԱՄՆ-ն չի ուզում, սա դեռ այս միջազգային հարաբերությունների տեսանկյունից, բայց ենթադրենք ԱՄՆ-ն չի ուզում զուտ բախման գնա։ Ինչ է լինելու։ Խաղաղ պայմաններում Չինաստանը արդեն ցույց է տվել, որ շատ ավելի արդյունավետ է։ Միշտ համարվել է, որ արդյունավետությունը գալիս է հենց Ամերիկայից, ամերիկյան մենեջմենթից, ամերիկյան մշակույթից, բայց մենք տեսանք, թե ինչպես Չինաստանը կարողացավ անցնել առաջ։ Ինչպես կարողացավ լոգիստիկայի, մշակույթի եւ բազմաթիվ այլ պատճառներից ելնելով, նաեւ բնակչության խտության պատճառով, որովհետեւ ամեն ինչը տեղափոխել եւ այլն կազմակերպել, ամեն ինչը շատ արագ հնարավոր է եւ բնակչության քանակ եւ այլն, այդ ամեն ինչը նպաստում է, որպեսզի Չինաստանը հզորանա։ Հիմա եթե Չինաստանը արագ հզորանում է, Ամերիկան թուլանում է, ապա հաջորդ քայլին, այսինքն 5-10 տարի հետո դրվելու է հարց, թե ինչու պետք է համաշխարհային ռեզերվային արժույթը լինի դոլար։
Եթե Ամերիկան այդ առավելությունը կորցնի, ապա Ամերիկայի կենսամակարդակը մոտ 10-20 նույնիսկ ավելի շատ երևի ես պետք է հաշվեմ, որպեսզի ավելի ճիշտ գնահատեմ, բայց ինձ թվում է առաջին փուլում հենց 10%-ով կիջնի, բայց հետո շարունակաբար ճգնաժամ ունենալու ԱՄՆ-ն, այսինքն իհարկե այն մասշտաբի չի հասնելու ճգնաժամը ամերիկյան, ինչպես եղել է Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այս մասշտաբի չի հասնելու, բայց լինելու է համադրելի, գուցե Հունաստանի օրինակը, եթե գիտեք, 2000-ականների վերջից սկսած մինչև մոտավորապես 2015 թիվ Հունաստանում ամեն տարի մոտավորապես 8%-ով հնարան նվազում էր, մինչև Հունաստանը շատ իջավ եւ նոր վերսկսեց իր աճը։ Այսինքն Ամերիկայում էլ շատ լուրջ կորեկցիա է լինելու, եթե դոլարը կորցրեց իր առավելությունը։ Մի քանի օրինակ բերեմ, որպեսզի կարծիքը ոնց որ ապացուցեմ։ Այս պայդրությամբ ԱՄՆ-ն ամեն տարի վերցնում է տարեկան մոտավորապես 1.8-ից մինչև 2.5 տրիլիոն դոլար պարտք։ Եվ այդ պարտքի հաշվին ԱՄՆ-ն կարողանում է իր պետական եւ ոչ միայն պետական ծախսերը ապահովել։ Այսինքն այս բյուջետային եւ սոցիալական, ռազմական եւ այլ բնույթի ապահովումը իրականացում է պարտքով։ Եթե մենք դիտարկենք ինչքանով աճել է Ամերիկայի ՀՆԱ-ն, ենթադրենք, եւ ինչքանով աճել է Ամերիկայի պարտքը, ապա մենք տեսնում ենք, որ պարտքը ավելի արագ է աճում։ Այսինքն մոտավորապես $1000 նոր պարտքի դիմաց մոտավորապես $450 աճում է ՀՆԱ-ն։ Այսինքն Ամերիկայի տնտեսությունը մեծ հաշվով արդեն նվազում է։ Եվ այդ պարտքը Ամերիկան կարողանում է վերցնել հենց դոլարի հաշվին, որովհետև դա նույնը չէ, ինչ ուրիշ պետությունը վերցնի։ Ամերիկան կարող է այդ նոր դոլար տպել, ի տարբերություն մեզ օրինակ, հա։ Եվ այստեղ ստեղծվում է իրավիճակ, երբ ԱՄՆ-ն պետք է ամեն գնով պահպանի իր տնտեսական կարգավիճակը, իսկ Չինաստանը ինքը ստինքյան խլում է այդ կարգավիճակը ԱՄՆ-ից։ Իսկ եթե Ամերիկայում այդ կենսամակարդակը փլուզվեց, ապա ամերիկյան էլիտաները եւ նաեւ ժողովրդագրական խմբերը, իսկ մենք տեսնում ենք, որ այդտեղ հակամարտություն կա, թե ռասայական, թե սոցիալական, թե այլ բնույթի, սկսել են իրար ուտել։ Այսպիսով Ամերիկան հղի է, եթե կորցնի իր կարգավիճակը քաղաքացիական պատերազմով։ Այսինքն, այս խաղադրույքը փոքր չէ։ Խաղադրույքը ուղղակի պրեստիժի հարց չի, որ Ամերիկան է առաջին, թե Չինաստանը, թե ինչ որ մեկ այլ, կամ ուղղակի առանց բևերների աշխարհ, ինչպես Ռիչարդ Խասն էր ասում, հա։ Այլ է խաղադրույքը Ամերիկայում քաղաքացիական պատերազմի եւ նաեւ որ էլիտան սոված մնալու, իսկ որ էլիտան լինելու է կուշտ, այսինքն այդտեղ այդ մարտել կա, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ սա դարձնում է այս հակամարտությունը գրեթե անխուսափելի։ Բայց մյուս կողմից, եթե Ամերիկան ինչ որ բան զգաց, որ ուղակի ի վիճակի չէ ինչ որ բան անել, ինչ որ բան փոխել, ապա գնալու է Չինաստանի ուղակի զսպման մեխանիզմով հակազդեցությանը, եւ դա չի վերածվելու ռազմական գործողությունների, բայց պարզ է, որ հակամարտությունը այնուամենայնիվ լինելու է եւ հավանաբար մենք մոտակա տասնամյակների ընթացքում տեսնելու ենք Ամերիկայի ու Չինաստանի միջև հակամարտություն, զսպում եւ հակամարտություն բոլոր ձևաչափերով։ Տեսեք, Մենշայմերը օրինակ ասում է, որ առաջիկայում Չինաստանի ամենամեծ նպատակը Ասիայում գերտերություն դառնալն է, ինչպես որ ԱՄՆ-ն է արևմտյան կիսագնդում է հեգեմոն, նույնը փորձելու անել Չինաստանը Ասիայում եւ Ամերիկայի խնդիրը հենց սա հակազդելն է, հենց սրան հակազդելն է, այս սցենարը կանխելն է։ Եվ այդ ճանապարհը տեսնում էր նաև Ամերիկայի դաշնակիցների հետ հարաբերությունները էլ ավելի ամրացնելու, ուրեմն սկզբունքով Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, հա։ Այո, սա տրամաբանական է, ԱՄՆ-ն ստեղծեց երկու միավոր, որոնք միտված են Չինաստանը զսպելուն, AUKUS եւ QUAD։ Եվ երկու միավորում ընդգրկված են այնպիսի պետություններ, որոնք են Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Հնդկաստանը, հա։ Եվ եթե մենք գումարենք այդ պետություններին, ապա իրանց գումարային քաշը եւ ուժը Չինաստանից երևի ավելի մեծ է, համենայն դեպս եթե ԱՄՆ-ն ավելացնենք, ապա հաստատ։ Եվ այստեղ նաեւ ոչ ֆորմալ իհարկե աջակիցներ կան, ԱՄՆ-ն ունի
այս տարածաշրջանում համենայն դեպս Հարավային Կորեա, համենայն դեպս Վիետնամը, Ֆիլիպիններ եւ այլն այս պետությունները ունեն Չինաստանի հետ որոշակի խնդիրներ եւ նաեւ չինա-հնդկական հակասությունների վրա նաեւ խաղում են ամերիկացիներ եւ անգլիացիները, բայց ստեղ կա նաեւ ոչ միայն ինչ անել, այլ նաև ինչպես անել հարցը, հա։ Եվ Տրամփի քաղաքական սխալը եղել է նաև այն, որ ինքը շատ անգրագետ է վարում իր քաղաքականությունը, լինելով պոպուլիստ եւ չունենալով բավական պետականամետ մտածելակերպ եւ բավական փորձ, ինքը բազմաթիվ սխալներ է թույլ տվել, այդ թվում այն, որ ինքը օրինակ հատուկ չի բանակցել նույն Վիետնամի կամ Հնդկաստանի հետ, այլ միանգամից բոլորի դեմ տարիֆներ է ընդունում եւ սա արդեն ստիպողաբար դրդում է նույն Վիետնամին, որպեսզի օրինակ Չինաստանի հետ բանակցություններ վերսկսի եւ այլ գործողություններ, այսինքն արդեն Ամերիկայի առաջնությունը շատերի համար դարձել է կասկածելի այդ տարածաշրջանում։ Մի խոսքով Տրամփը գուցե հասկանալի քաղաքականություն է վարում, բայց անհասկանալի ձևով եւ այդ պատճառով եւս ինքը կարող է պարտվել այս մարտում։ Հետաքրքիր է գաղափարախոսական ճակատամարտում ուժերի հարաբերակցությունը, որովհետև ակնհայտորեն նկատելի է, որ դեմոկրատական արժեքները հիմա ամենալավ վիճակում չեն, թիրախավորվում են նույն արևմուտքում, այնքան որ Միացյալ Նահանգներ, Եվրոպա տարբեր ձև են հասկանում, տարբեր ընկալումներ կան եւ այդ մասին արդեն հրապարակավ խոսվում է, այսինքն դա դուրս է եկել կուլիսներից, այդքան վատ է ամեն ինչ, եւ մյուս կողմից Չինաստան, որը առաջարկում է մարդկության համար ընդհանուր ճակատագրի համայնք ստեղծել։ Ուզում եմ հասկանալ դա որքանով է կարողանալու Չինաստանը իբրև գրավիչ արժեք գաղափարախոսություն, որը կկարողանա հավասարակշռել ԱՄՆ-ի առաջարկած գաղափարախոսությունը եւ մի բան էլ գերազանցել, դա կարողանալու է Չինաստանը անել, որովհետեւ մենք տեսնում ենք փափուկ ուժի միջոցներով Չինաստանը կարողանում է զգալի առաջ անցնել Միացյալ Նահանգներից եւ խնդիրներ ստեղծել, բայց գաղափարախոսություն կարողանալու է վաճառել։ Դե գաղափարախոսությունը դա մի կոմպլեքսի մասն է, որը այսպես կոչված փափուկ ուժ կամ ավելի ճշգրիտ եթե անվանենք, ապա փափուկ իշխանություն տրամաբանության մեջ է գտնվում, հա։ Եվ այստեղ կա խնդիր։ Ինչն է այդ խնդրի էությունը։ Չինաստանը դրսի աշխարհի հետ աշխատելու ոչ փորձ ունի, ոչ կարողություն։ Չինացիները դրսի աշխարհ չեն հասկանում։ Դրսի աշխարհում էլ Չինաստանը չեն հասկանում։ Բարիերները մշակութային եւ քաղաքակրթական բավականին մեծ են։ Այսինքն գուցե Կորեայում քիչ թե շատ կարող է հասկանան Չինաստանը, գուցե Հնդկա-Չինաստանում, այսինքն Հարավարևելյան Ասիայում քիչ թե շատ հասկանան, բայց արդեն այս տարածաշրջանում շատ ավելի դժվար է։ Բավական է մտնել մի քիչ չինական սոցցանցեր եւ նայել թե ինչ տրենդներ են այդտեղ, որpիսի համոզվենք, որ տարբերությունը շատ խորն է։ Եվ Չինաստանը հենց այդ պատճառով չի կարողանում արդյունավետ քաղաքականություն իրականացնել օրինակ այս տարածաշրջանում, հա։ Չնայած որ արդեն գերակա Արևտրային գործընկերն է ԱՄՆ-ի համեմատ Չինաստանը այս տարածաշրջանում, հա։ Չինաստանը շատ մեծ կշիռ ունի բոլոր հարավկովկասյան երկրների հետ արևտրի։ Բայց Չինաստանը ուղղակի առաջարկ չունի աշխարհին։ Այո, այդ որպես լոզունգ շատ լավ է կոչել ընդհանուր բախտի ոնց որ համայնք, բայց դա ինչ է իր տակ պարունակում, այսինքն դա պետք է ավելի մանրամասն լինի։ Օրինակ, չգիտեմ, պայմանական կան Լյութերի 95 թեզեր, կան տարբեր լիբերալիզմի ջատագովների հիմնարար աշխատություններ, կան Մարքսի հռչակագիր եւ այլն, բայց ինչն է այդ Սի Ցզինպինի առաջարկը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք դատարկություն։ Չինաստանը չի կարող գաղափարախոսությունների հետ աշխատել։ Չինաստանը ընկալել է օտար որոշ գաղափարախոսություններ, ապրել է որոշ իր տրամաբանության մեջ, հիմա ինչ որ չափով կարելի է ասել կոնֆուցիանիզմի եւ մարքսիզմի սինթեզա Չինաստանում, բայց ինչպես դա տանել արտերկիր, դա գրեթե անհնար է։ Եվ սա է խնդիրը։ Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ-ն լրիվ ուրիշ դիրքում է գտնվում։
ԱՄՆ-ում եւս կա գաղափարախոսությունների շատ լուրջ պայքար, նախ ժողովրդավարության ձեր թեզին արձագանքեմ, մեծ հաշվով այս պայծության մենք արդեն Եվրոպայում ժողովրդավարություն չունենք։ Մենք ունենք Եվրոպայում պոլիարխիա, այսինքն բազմազանություն քաղաքական, որոշակի, բայց ժողովրդավարությունը դա ենթադրում է պրոցեդուրա եւ ազատ մրցակցություն, որը Եվրոպայում չկա։ Օրինակ Մեծ Բրիտանիայում հիմա, եթե ես չեմ սխալվում, շաբաթական 30 մարդ բռնում են սոցցանցերում պոստ անելու համար։ Այսինքն ոչ իշխանությունների համար ցանկալի միտք արտահայտելու համար, սոցցանցերում կամ լայքելու համար կամ շեյր անելու համար։ Այո, հենց վերջը։ Այսինքն պարզ է, որ այդտեղ Հյուսիսային Կորեան չի, բայց Ռուսաստանում էլ Հյուսիսային Կորեան չի։ Ռուսաստանում ավելի քիչ մարդ են բռնում սոցցանցերում պոստ անելու համար, հա։ Մեծ Բրիտանիայում արդեն հազարավոր մարդկանց ձերբակալել են կամ ձերբակալել են բաց են թողել, բայց բարձ այդ մարդկանց համար հետևանքներ ունենում, գործից են ազատել եւ այլն։ Եվ Մեծ Բրիտանիան դա միակ չի, մենք տեսնում ենք Ֆրանսիայում գործընթացներ, Ռումինիայում եւ Գերմանիայում եւ այլ տեղերում։ Այսինքն մենք տեսնում ենք օրինակ Ֆրանսիայում հիմա հիմնական տեխնացուին ընտրություններից հանում են։ Իդեպ առաջին անգամ չէ։ Ընդունված է մտածել հիմա որ այսենց բան չի եղել, բա Դոմինիկ Ստրոսկանին հիշենք մի հատ օրինակ, հա հիշենք ուրիշ օրինակ, երբ որ օրինակ Եվրոպայում ընտրված նախագահին լեգիտիմ չեն համարում, նոր ընտրություններ են հայտարարում, այո, այսինքն այստեղ լուրջ խնդիր կա ժողովրդավարության ճգնաժամ, իսկ այդ ճգնաժամի բնույթը ինչն է։ Ժողովրդավարությունը ընդհանրապես շատ լավ է, երբ որ ամեն ինչը դասավորված է, եւ դուք ունեք վերաբաշխման խնդիր, ինչ որ մանր-մունր խնդիրների մասին համաձայնվելու խնդիր։ Եվ այն երկրները, որոնք այդ մակարդակին հասել են, հետո գնացել են ողջ աշխարհով, տարածել են, տեսեք մեր մոտ ինչա, դուք պետք է այդպես ապրեք, բայց այդ համակարգը ուրիշտեղ կարող է չաշխատել։ Եթե դու ունես հակամարտություն, ժողովրդավարությունը քո խնդիրը չի լուծում, հակառակ ժողովրդավարությունը քեզ սահմանափակում է, չի թույլ տալիս, որպեսզի դու արդյունավետ զբաղվես քո խնդրի լուծմամբ։ Եվ այսպիսով ժողովրդավարությունը դա համընդհանուր համակարգ չէ։ Եվ ժողովրդավարությունը առհասարակ բուն ժողովրդավարությունը, ել չասած հիմիկվա տարբերակը, որը ժողովրդավարությունից աղագին հեռացել է, չէ։ Հիմա ԱՄՆ-ին վերադառնանք, հա։ ԱՄՆ-ում արդեն գաղափարախոսությունների պայքար կա, հա։ Եվ մեծ հաշվով Կարլ Պոպերը արտահայտել է այդ հակամարտությունը գաղափարախոսությունների, որտեղ ինքը ասել է, որ հաջորդ մրցակիցները ժողովրդավարության, ավելի ճիշտ ժողովրդավար լիբերալիզմի երևի, իսկ ես կանվանեի ավելի շուտ ձախ լիբերալիզմի, հա, կամ լիբերալ սոցիալիզմի, երևի այդպես պետք է անվանենք այդ այսօրվա ձևաչափը։ Ուրեմն իր մրցակիցները պահպանողականությունն են եւ ասիական ավտորիտարիզմը։ Պահպանողականությունը դա այն է, ինչ հաղթել է այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում, իսկ ասիական ավտորիտարիզմը դա այն է, ինչ Չինաստանում է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այն հակամարտությունը, որը արտահայտել է Կարլ Պոպերը, չնայած որ ինքը գաղափարախոսական տեսանկյունից էր մոտենում, հա, բայց գետնի վրա մենք հենց սա ենք տեսնում, եւ այս հակամարտությունը իսկապես մենք տեսնելու ենք, որովհետեւ այս պայծրությամբ մենք ունենք մի կողմից հստակ Եվրոպայում հատկապես Մեծ Բրիտանիայում այս լիբերալ սոցիալիզմի ոնց որ բունը, ԱՄՆ-ում հիմա Թրամփը փորձում է պահպանողականության բուն սարքել եւ Չինաստանում պարզ է այդ ասիական ավտորիտարիզմը։ Ստեղ շատ հետաքրքիր հարց է, թե ուր է այստեղ Ռուսաստանը։ Եվ Ռուսաստանը իրականում փորձում է երեքի սինթեզնել անել։ Վերջի 2 տարին երևի այդ ձախ լիբերալիզմից ոնց որ թափով ազատվում են, բայց մինչև վերջերս սա երևի գերիշխող է Ռուսաստանում եւ մենք տեսնում ենք սոցիալական հարցումներով եւ նաեւ համալսարաններում մենք տեսնում ենք, որ ամենաերիտասարդ սերունդը հենց այդ կարծիքի կողմնակից է եղել։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ այս 3 ձևաչափն էլ թե ասիական ավտորիտարիզմը, թե պահպանողականությունը, թե նաեւ ձախ լիբերալիզմը բազմաթիվ իր էլեմենտներով Ռուսաստանում ներկա են։ Չինաստան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան այս եռանկյունիում Ռուսաստանին վերապահված է ջոկերի դերը, թե Ռուսաստանը որ կողմ նժարը կթեքի, դա կունենա վճռական նշանակություն ընդհանուր պայքարի համար, որովհետև իր կշիռը այնքան է, որ կգնա Չինաստանի կողմ, նշանակում է, որ կպարտվի Միացյալ Նահանգները, կգնա Միացյալ Նահանգների կողմ, նշանակում է, որ կպարտվի Չինաստանը։ Դա հա այդ playmaker-ի տրամաբանությունը կամ օրինակ
ընտրություններից հետո եւս լինում է, որ օրինակ երկու հնարավոր կոալիցիա կա, բայց մի կուսակցություն, որ ունի 10%, ինքը կարող է որոշել, թե որ կողմաթեքվելու այդ կողմը հաղթելու է։ Հիմա մի փոքր Ռուսաստանի դերի մասին։ Նախ այս տրամաբանությունը շարունակում է Քիսինջերի երանկյան տրամաբանությունը, հա, որտեղ կա ԱՄՆ եւ Խորհրդային Միություն եւ Չինաստանը որպես երրորդ խաղացող հերանեկարային եւ ԱՄՆ-ին պետք է երկուսի հետ ավելի լավ հարաբերություն ունենալ, քան թե իրանք իրար հետ։ Եվ ԱՄՆ-ն աշխատել է եւ նաեւ օգտագործել է սովետաչինական ոնց որ տարաձայնություններ եւ զգալիորեն հենց դրա շնորհիվ հաղթել է Սառը պատերազմը, որովհետեւ Խորհրդային Միությունը հասել է կայսերական գերլարման ուժերի նաեւ չինական ճակատում, հա։ Պարզ է որ դա մասն է պատճառների, բայց ոչ վերջին պատճառը։ Հիմա գալիս ենք նույն պահին, երբ Ռուսաստանի հարցը դրվում եւ Ռուսաստանը արդյոք Ամերիկայի թշնամի է, թե հակառակորդը, ԱՄՆ-ում այդ բանավեճեր եղել են եւ մեծ հաշվով բանավեճի առարկան եղել է հետեւյալը. ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանին իր կողմ ներքաշի եւ փորձի հաղթել Չինաստանին, թե ԱՄՆ-ն պետք է հաղթի սկզբից Ռուսաստանին, հետո Չինաստանին, հա։ Հեգեմոնիստները պարզ է որ այս երկրորդ տարբերակին են կողմնակից եւ ինչու են այդ տարբերակին կողմնակից, որովհետեւ առաջինը նրանք վերարտադրում են եւ ուղղակի ժառանգորդ են Սառը պատերազմյան տրամաբանության եւ չեն կարող դրա տակից դուրս գան, մանավանդ Բայդենի նման մարդիկ, ովքեր դեր 70-ականներից քաղաքականության մեջ են, նրանց ուղղակի այսպես ասած գլխում էդի արդեն մնացել է եւ չեն կարող այդ միտքը փոխել։ Եվ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ շատերը ասում են, որ վերջի տարիները գերոնտոկրատիա է եղել, այսինքն այս տարիքով մարդիկ, որոնք հենց Սառը պատերազմյան տրամաբանությամբ են գործում։ Սա առաջին հանգամանք, երկրորդ հանգամանք այստեղ էլ հակասություն կար, որովհետև Ռուսաստանը քիչ-քիչ սկսեց թեքվել այդ երեք էլեմենտը, որ կա, հա, որ ասացի, թե ձախ լիբերալիզմը, թե ասիական ավտորիտարիզմը, թե պահպանողականությունը ԱՄՆ-ի համար հատկապես Բայդենի օրոք այն մնացած երկուսը անընդունելի են եւ փորձում են ձախ լիբերալիզմը ուժեղացնել Ռուսաստանում իշխանությունը այդտեղ պտուզելով։ Եվ երրորդը նրանք հավատում էին, որ իրանք այնքան ուժեղ են Ռուսաստանից, որ կարող են դա իրականացնել եւ դրա համար օգտագործեն Ուկրաինա։ Պարզվեց, որ դա հնարավոր չէ եւ հիմա այս նոր արդեն վարչակազմը փորձում է արդեն ձևափոխել եւ Ռուսաստանի շնորհիվ հաղթել Չինաստանին։ Հիմա Ռուսաստանի գործոնը մի քիչ ավելի ճիշտ որպեսի պատկերացնենք, որովհետև շատ հաճախ ասում է դե Ռուսաստանը ինչ ունի, շատ ավելի թույլ է եւ իրականում այդպես չէ, որովհետև Ռուսաստանը ամեն դեպքում միջուկային արսենալով կամ առաջինն է կամ երկրորդը, իսկ դա վերջին խոսքն է ցանկացած հակամարտության մեջ, պարզ է որ դա չի կիրառվել դեռ եւ չի կիրառվում եւ հույս ունենանք որ չի կիրառվելու, բայց համոզված չենք կարող լինել որ չի կիրառվելու։ Իսկ կիրառելու են այն երկրներ, որոնք ունեն։ Հիմա օրինակ երբ որ Ֆրանսիան ասում է որ Եվրոպային միջուկային անձրևանոցով է ծածկելու, դա անլուրջ հայտարարություն է եւ ողջ աշխարհը ովքեր քիչ թե շատ անվտանգային թեմայի մեջ են, բոլորը դա հասկանում են, որ դա ուղղակի անլուրջ հայտարարություն է։ Այսպիսով միջուկային անձրևանոց ունեն երկու պետություն, Ռուսաստան եւ ԱՄՆ-ն եւ Չինաստանը փորձում է իր համար հիմա ստեղծել։ Երկրորդը, Ռուսաստանը տնտեսապես այդքան էլ թույլ չէ։ Ասում է միշտ, որ այ Ռուսաստանի հնեան աշխարհի, չգիտեմ, 1.8%, 2%, 2.5% այդքան է եւ դա ոչ մի բան է համաշխարհային դասավորվածության մեջ։ Դա եւս սխալ է, որովհետեւ գիտեք, օրինակ նախ գների տարբերություն կա, այսինքն գնային պարիտետ կա, գուցե գիտեք երևի, հա, որ գնային պարիտետով հնեան լրիվ ուրիշ թվեր է։ Պարզ է, որ եթե Ռուսաստանում ռուբլին ավելի էժան է, ապա Ռուսաստանի հնեան թեկուզ գնային պարիտետով արդեն լրիվ ուրիշ կշիռ ունի։ Մոտավորապես 5.5 տրիլիոն դոլար, այլ ոչ թե 2 տրիլիոն դոլար։ Սա արդեն փոխում է դերը, բայց դրան գումարենք, որ գիտեք, ԱՄՆ-ում օրինակ փաստաբանական ծառայությունները շատ մեծ քշիր են կազմում իրենց տնտեսության եւ ծախսերի։ Հիմա օրինակ դա համաշխարհային դասավորվածության մեջ, թե ԱՄՆ-ում այդ ուրեմն իրավական վեճերի մեծ ծավալը, որը բոլորին հայտնի է, ինչքանով է նպաստում, դա կարող ենք ընդհանրապես հանել հավասարակշռումից։ Իսկ եթե մենք նայենք բուն
համադրելի գներով արդյունաբերությունը, իսկ ռազմական հզորությունը ստեղծում է հենց արդյունաբերությունը, ապա այդտեղ Ռուսաստանի դերը չեմ ասի իհարկե, որ ԱՄՆ-ին մոտենում է, բայց շատ զգալի է, ԱՄՆ-ին համադրելի է, ես այսպես ասեմ։ Այսինքն մենք արդեն ուրիշ դաշտում ենք դիտարկում, հա, պայմանական արդեն ոչ թե 2 կամ 5%, այլ մոտավորապես 10% է, հա, համաշխարհային արդյունաբերական հզորությունների, իսկ սա փոքր թիվ չէ, մանավանդ հաշվի առնելով, որ Ռուսաստանի բնակչությունն էլ աշխարհի բնակչության մոտավորապես 1.8% է։ Ռուսաստանը շատ լուրջ արդյունաբերական հզորություն ունի, որը այս պատերազմում դրսևորվել է, հա։ Օրինակ, մենք հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանը զենք եւ զինամթերք ավելի շատ է արտադրում, քան թե ողջ ՆԱՏՕ-ն, այսինքն ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն ներառյալ։ Դուք հիմա զուտ փաստերով եք խոսում, բայց լինելու են մարդիկ, որ ցես մեղադրելու են Կրեմլի ագենտ լինելու մեջ։ Մեղք են այդ մարդիկ, այսինքն մարդիկ, ովքեր օր ու գիշեր լիբերալ սոցիալիստական կառույցության տակ են գտնվում եւ նրանք, այսպես ասած, ունակ չեն ընկալել այն, ինչ իրենց տրամաբանությունից դուրս է։ Եվ այսպիսով նրանք օր ու գիշեր պետք է կառույցություն լսեն։ Իմ համար էականը առհասարակ Հայաստանի բարեկեցությունը, ես այստեղ, բայց եթե ես սխալ եմ գնահատում, օրինակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Չինաստանի դասավորվածությունը, ես կորցնելու եմ իմ երկիրը։ Եվ ես խորհուրդ եմ տալիս բոլորին մի քիչ ավելի գրագետ եւ մի քիչ ավելի խելամիտ լինել եւ մի քիչ լսել տարբեր տարատեսակ քարոզությունը, որը ցավոք սրտի մեր դաշտում շատ է։ Եվ ի դեպ Թրամփի վերջին հրապարակումներից եւ Իլոն Մասկի վերջին հրապարակումներից եւս ի հայտ է եկել ինչքան մեծ ծավալով քարոզություն է իրականացվել Հայաստանում, միլիոնավոր ծրագրեր կային։ Մի օրինակ էլ բերեմ, ուրեմն Ամերիկայի դեսպանը դեռ 2-3 տարի առաջ հայտարարել է, որ $16 միլիոն է ծախսելու Հայաստանում լրատվամիջոցների վրա։ Հայաստանում ամբողջ գովազդային շուկայի երևի դա 1/4-ն է, հա, այսինքն այդքան կշիռ ունեն Հայաստանի լրատվամիջոցներում եւ այո, տեսնում ենք, որ դա այդպես է։ Այսինքն, եթե օտար պետությանը պատկանում է Հայաստանում մեդիա շուկայի այդքան մեծ կշիռը եւ այդ կշիռը համակարգված է տարբերություն ունեցած 75%-ի, ապա մենք տեսնում ենք, որ ապակողնորոշում կա Հայաստանի հասարակության մեջ եւ սա շատ լավ է, որ առաջ բերեցիք, սա շատ լուրջ խնդիր է, այն, որ ժողովրդին ապակողնորոշել են եւ ինչքան էլ օրինակ մենք քննադատենք Ռուսաստանը իր քաղաքականության համար օրինակ Հարավային Կովկասում, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է ուրեմն քննադատենք եւ լիքը քննադատելու տեղ կա եւ Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին։ Եթե արվում է մեկը եւ չի արվում մյուսը, ուրեմն մենք գործ ունենք քարոզչության հետ։ Շնորհակալություն, պարոն Միքայելյան, ես էլի հարցեր ունեմ, բայց առաջարկում եմ հենց այս կարևոր շեշտադրմամբ ավարտել մեր հաղորդումը, իսկ Չինաստան, Միացյալ Նահանգներ եւ ավելացված Ռուսաստան թեման շատ բարդ, շատ մեծ է, մեկ հաղորդմամբ ամբողջը բացել իհարկե հնարավոր չէ, ես առաջարկում եմ, որ պարբերաբար ունենանք զրույցներ, որպեսզի դետալ առ դետալ ըստ տարածաշրջանների կարողանանք շահերը ներկայացնել եւ հնարավոր հակասությունները նույնպես ներկայացնել։ Ինչպես կցանկանաք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։